Որտեղից գումար վերցնել բիզնես սկսելու համար կդիտարկենք մի քանի տարբերակ, վերջում կասեմ, թե ես ոնց եմ արել, ոնց եմ Երևան Վեիպի բիզնեսը սկսել։ Առաջի տարբերակն է գումար հավաքելը, երկրորդ պարտք վերցնել, երրորդը վարկ, չորրորդը ինվեստոր։ Առաջի տարբերակ գումար հավաքելը ամենացածր ռիսկայինն է, քանի որ կորցնում եք չհաջողելու դեպքում իհարկե կորցնելու եք միայն ձեր գումարը ու այս պարագայում ռիսկի տակ եք լինում միայն դուք։ Գիտեմ, շատ դանդաղ է ինքը հավաքվում, բայց մինիմալ ռիսկերը հետագա։ Երկրորդ տարբերակ պարտքով վերցնել, օրինակ ընկերներից, բարեկամներից, ծանոթներից ու այստեղ մի հատ կարևոր նախապայման կա։ Երբ որ դուք վերցնում եք, պետք է նրանց ասեք, որ օրինակ 6 ամսից եք իրancs վերադարձնելու կամ չհաջողելու դեպքում այդ ժամկետը պետք է երկարացնել, սարքել մի տարի։ Երրորդ տարբերակ վարկ վերցնել։ Եթե վարկը անգրավ է, վերցրեք հանգիստ ու սկսեք։ Իսկ եթե գրավով է, հիմնական տարբերակը իրանք անշարժ գույքի գրավ են վերցնում բանկերը, բայց մասը տան գրավ է անում, դա ահավոր ռիսկային է։ Առաջինը այն է, որ դուք հնարավոր է բիզնեսը չհաջողեք կամ ինքը ահավոր երկար դեռ եկամտաբերություն չունենա, ու այս պարագայում նաև տան ռիսկը, որտեղ որ դուք բնակվում եք։ Դիտարկենք նայենք ինվեստորների տարբերակը, երբ որ մարը ձեզ ինվեստ են անում ձեր բիզնես պրոյեկտի մեջ, որը դեռ գոյություն չունի, նոր պետք է սկսեք։ Հիմնականում ինվեստորները ուզում են իմանալ, թե իսկ դուք ինչն եք ռիսկի տակ դնելու։ Դուք պետք է օպերացիոն մասը արդեն ապահովեք բիզնեսի, բայց ցանկացած դեպքում իրանք էլ գիտեն, որ շանս կա չհաջողելու, ու այդ պարագայում եթե իրանք կորցնում են գումարից, դուք ինչն եք կորցնելու։ Ու այստեղ արդեն հարց է առաջանում, արդյոք նրանք ձեզ այդքան կվստահեն։ Եթե կվստահեն, հանգիստ վերցրեք ու սկսեք։ Ես ինքս հավաքել էի գումար, մոտ $4000 ինքս էի հավաքել ու 7000 էլ պապայից էի վերցրել, մեկ տարվա թե տարի ու կեսվա պայմանով, որ հետ էի վերադարձնելու, արդեն շուտվանից այդ գումարը հետ են վերադարձրել։ Կա նաև 5-րդ տարբերակը, այդ գողությունն է, բայց դա մենք այդ տարբերակը բնականաբար չենք դիտարկել։